Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող ճրագալույցի Սուրբ Պատարագին։ Վարչապետի հետ պատարագին ներկա էին նաև կառավարության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Երեք հրապարակվել է վարչապետի եւ 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսների համատեղ հայտարարությունը, որը ըստ էության կարող ենք համարել, որ պետության եւ նրա մաս կազմող եկեղեցու համատեղ հայտարարությունն է, որովհետեւ երբ որ ժամանակին մեզ ասում էին դուք եկեղեցին դա առանձին ինչ-որ մի համակարգ է, որը համաձայն չէ ձեր հետ եւ այլն, հիմա մենք տեսնում ենք, որ եկեղեցին մեզ հետ համաձայն է, որովհետեւ եկեղեցին դա 10 արքեպիսկոպոսներն են նաեւ, եկեղեցին դրանք բազմաթիվ քահանաներ են, որոնք որ հրապարակային եւ ոչ հրապարակային համաձայնություն են հայտնել այս գործընթացի հետ կապված, հետեւաբար այս process-ը ինչ որ միտեղ պետք է ըստ էության ինքնակազմակերպել, եւ այդ ինքնակազմակերպումը ըստ էության տեղի է ունեցել, ճանապարհային քարտեզը կա եւ կարծում եմ, որ ճանապարհային քարտեզով պետք է գնալ առաջ եւ բնականաբար մի ինչ որ փուլում, մոտակա ինչ որ փուլում տեղի կունենա Կտրիչ Ներսիսյանի հեռացումը վեհարանից, որից հետո արդեն համապատասխան process-ներ եւ ի վերջո մենք պետք է ունենանք ամենայն հայոց կաթողիկոս։ Պատարագը մատուցում էր Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Քահանա Օրդոյանը։ Ընթերցվեց նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի ամանորի եւ Սուրբ Ծննդյան ուղերձը։ Մի երկնչի, զի ահավասի ավետարանեն ձեզ ուրախություն մեծ, որ ելիցի ամենայն ժողովրդյանը։ Զի ծնած ձեզ այսօր բրգիչ, որ է ոցյալ վեց ի քաղաքի դավթի։ Պատարագին մասնակցում էին նաև քաղաքացիներ, որոնք դրական են վերաբերում եկեղեցին բարենորոգելու նախաձեռնությանը։ Ես շատ հավատացյալ եմ, Աստվածավախ եմ, Աստվածապաշտ եմ, շատ ուրախ եմ, որ նաև իմ երկրի վարչապետն այստեղ, բայց մի հատ լույս եմ տանում իմ տուն։ Շատ հաճելի է, ձեզ ուրախ նոր տարի։ Եկեղեցու բարենորոգման ծրագրին ո՞նց եք վերաբերվում։ Շատ լավ, շատ լավ։ Կարծում եք, որ Պետք է, շուտվանից է պետք։ Ես կարծում եմ կարիքը կա։ Կարիքը կա ոչ թե միայն այս եկեղեցին ընդհանուր մաքրության կարիքը կլինի ամեն տեղ։ Ճրագալույց նշանակում է ջրակ մոմ վառել։ Պատարագի ժամանակ քահանան ավետում է Քրիստոսի ծնունդը։ Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառված կանթեղներն իրենց հետ տուն են տանում։ Վառվող կանթեղները խորհրդանշում են աստվածային լույսն ու օրհնությունը։ Քրիստինե Թորոսյան, Մերի Խաչատրյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։